Այսօր Վանաձորի համայնքապետարանի նախկին ու ներկա 7 պաշտոնյա ու ևս 3 անձ է ձերբակալվել կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության մեղադրանքներով։ Գործողությունը հակակոռուպցիոն կոմիտեն է իրականացրել քաղաքապետարանի ձերբակալված աշխատակիցները առևտրի, սպասարկման, եկամուտների հավաքագրման, ինչպես նաև համատիրությունների աշխատանքը համակարգող բաժիններից են։ Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանը պնդեց, թե քիչ բան գիտի գործից։ 2023 թվականին հարուցված գործի վերաբերյալ է եղել այս այցը, կարծեմ ինչքանով տեղյակ եմ վկայության համար են կանչել բերման ենթարկվածներին, մնացած մասով ոչինչ ասել չեմ կարող։ Ձերբակալվածներից մեկը եկամուտների հավաքագրման բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանն է։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նրա ղեկավարած բաժին նաև 2 տարի առաջ էին մտել ու խուզարկություն արել։ Այվազյանին ու իր ենթականերին դարձյալ բերման էին ենթարկել ու քրեական վարույթ հարուցել։ Ազատության տեղեկություններով այն ժամանակ քննիչների կասկածները վերաբերում էին համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործարքներին։ Մինչ օրս, սակայն, այս գործով մեղադրյալներ չկային։ Այվազյանը մեկ ուրիշ կաշառքի գործով էր մեղադրյալ դարձել անցած տարեվերջին։ Նա ձերբակալվել, հետո ազատ էր արձակվել։ Դրանից հետո իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից ու համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը նրա փոխարեն այս պաշտոնին հենց Այվազյանի կնոջը Լիլիթ Հովսեփյանին նշանակեց։ Վերջինս այսօր հրաժարվեց պատասխանել ազատության հարցերին, չխոսեցին նաև նրա ղեկավարած բաժնի աշխատակիցները։ Ինչ կարգավիճակ ունեն, դուք գիտեք, ձերբակալել են թե ուղղակի բերման են։ Բայց դուք էստեղ եք գործարան։ Մենք մեր սենյակում ենք։ Իսկ շատերին սովորական աշխատողների եք, թե մենակ շեֆերին են տանում։ Տեղեկություն մանրամասն ունեմ։ Առավոտյան բերման են ենթարկել ձեր գործընկերներին, ինչով է պայմանավորված։ Արդյոք այսօրվա ձերբակալությունները Լիլիթ Հովսեփյանի ամուսնուն Արմեն Այվազյանին վերաբերող 5 գործին է առնչվում, թե կաշառքի նոր դեպքեր են։ Հակակոռուպցիոնից դեռևս չեն պարզաբանում։ Այվազյանը դեռ անցած տարի պնդում էր, թե իր դեմ հարուցված քրեական գործն անհիմն է ու կեղծ։ Մարմինները, ովքեր ուսումնասիրում են իմ գործը, ըստ իրենց պարզել են, որ 2.5 տարի առաջ նկարահանված տեսաձայնագրության մեջ ի հայտ է եկել կաշառքի հնարավոր դեպք, որը, ասեմ, իմ հետ ընդհանրապես կապ ունենալ չի կարող, եւ մեղադրանքի մեջ մեղադրանքը, որ ստացել եմ, գրված է չպարզված գումարի կաշառք։ Այսօր համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի աշխատասենյակում քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ էին։ Մեր այցելության պահին նրա աշխատասենյակ մտավ Վանաձորի ավագանու ընդդիմադիր Մամիկոն Ասլանյան խմբակցության անդամ Սեյրան Ղամբարյանը, որ չնայած իր թիմակիցների բոյկոտին մասնակցում է ավագանու արտահերնիստերին, որոնք տեղի են ունենում իշխանականների նախաձեռնություններով։ Չէ, դե լավ չի որ կանչում, բայց կարող է ինչ-որ լավ նպատակով են կանչում։ Ինչ օրինակ լավ կարող պարգևատրեմ եմ, որ լավ են աշխատել։ Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հա, կարող է։ Հիմա ինչ հարցով եք գնում։ Դա քեզ չի վերաբերվում արդյոք։ Վանաձորում ժամանակավոր կառավարումը 2021 թվականից, երբ տեղական ընտրություններից հետո ամենաշատ թվով ձայներ ստացած Մամիկոն Ասլանյանը կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորվեց։ Ազգային ժողովում օրենքի փոփոխություններով վարչապետն իրավունք ստացավ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։ Դրանից հետո համայնքապետարանի տարբեր աշխատակիցներ տարբեր մեղադրանքներով դատապարտվել կամ դեռ քրեական հետապնդման տակ են։ Մինչդեռ իրավապահների մեղադրանքները երբևէ չեն առնչվել վարչապետի նշանակած Արկադի Փելեշյանին, որ գրեթե 4 տարի ղեկավարում է համայնքը։ Նա դրանից առաջ էլ ևս 4 տարի նախկին քաղաքապետ կոռուպցիոն մեղադրանքներով բանտում անցկացրած Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր։